Հանրապետության դատախազության կողմից, երբ արդեն Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել էր, ներկայացվել էր միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման վերաբերյալ, խոսքը վերաբերում էր այդ ժամանակ այլևս կրկին ոչ թե падգամավորի թեկնածու, այլ փաստացի падգամավորի կարգավիճակը ունեցող պարոն Իշխան Զաքարյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված միջնորդությունը վերադարձրել էր։ Ճիշտ այնպես, ինչպես 2026 թվականի հուլիս ամսին վերադարձրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության քննության այս գործընթացը։ Ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, դատախազությունը այլևս 2021 թվականին Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականին իրավիճակը այլ է։ Նույն դատախազությունն է, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերադարձնելու մասին որոշմանը հաջորդած ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Միջնորդությունը նորից ներկայացվել է հուլիսի 13-ին։ Միջնորդության բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն միջնորդությունը ներկայացնելով ակնկալում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Իդեպ, այդպես էլ եղավ, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե պարզապես հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենը ինչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն եւ ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, այսինքն նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում եւ դրան նախորդել էր կարծես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը։ Վարդանյան մի ճիշտ գրում էլի զուտ ինձ համար որ բարձ լինի, նայեք, մի կողմից Վահագն Հովակիմյանը հայտարարում է, որ այս պահին իր տիրույթում է քննության, ԿԸՀ-ի տիրույթում է հարցի քննությունը եւ որ միայն մանդատների ամբողջ լիազորությունը կստանձնեն օգոստոսի 2-ին։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը օրինակ մարդ է ազատում իր կարգադրությամբ։ Ոնց է ստացվում, որ նույն իրավիճակում մեկը արդեն անցել է գործունեության, մյուսին փաստացի թույլ չեն տալիս ծավալել իր լիազորությունները։ Ես կարող եմ այլ մի օրինակ էլ բերել, որ այդ ինչպես է ստացվում, որ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի շաբաթ առաջ պաշտոնապես հայտնում է, որ իրենց տիրույթում այլևս այս հարցերը չեն գտնվում, այլ գտնվելու են այլ մարմնի, դա իհարկե ազգային ժողովն է, բայց մի քանի օր անց կամ մի քանի շաբաթ անց հենց իրենք իսկ իրենց դիրքորոշումը փոխում են։ Իդեպ կարծես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց ինքը իրեն վերաքննության կարգով բողոքարկում ոնց որ իրականացնի։ Նայեք, Հովակիմյանի ասացից ես հասկացա, որ ինչ-որ մի կարճ շրջան փաստացի իրենց տիրույթում չի գտնվում։ Այսինքն միջև Սահմանադրական դատարանի որոշման պահը, հա, որոշման պահը իրենց տիրույթում է գտնվել, դրանից հետո չէ, հիմա նորից իրենց տիրույթում է։ Ես ճիշտ եմ ընկալում Վահագն Հովակիմյանի մեկնաբանությունը եւ այս ամենը падգամավորի կամ թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի նպատակի համատեքստում կցանկանայի քննարկել։ Այդ կարճ շրջանում падգամավորի թեկնածուն կամ ընտրված падգամավորը անկախության երաշխիքներ պիտի ունենա։ Ես վստահ եմ նաև հաշվի առնելով, որ դուք իրավական բնույթի բազմաթիվ վեճեր եւ հարցեր ներկայացնող գործունեություն իրականացնող լրագրող եք, դուք հենց նաև ձեր հարցադրման բովանդակությունից դուք եւս նկատում եք, որ սա կամ իրավական ժխտողականության կամ իրավական աբսուրդի տիրույթն է։ Այն, որ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացող դիրքորոշումների մեկնաբանության կարողությունը ես չունեմ, կարծում եմ նաև շատ մեր այլ հայրենակիցներ եւս չունեն։ Մասնագիտությամբ շատ իրավաբաններ ընդհանրապես չեն էլ կարող ունենալ, որովհետև դա իրավաբանություն չէ, այնինչ խոսում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Մի պարզ վարժությամբ փորձենք բացահայտել ինչ է ինքը ասում։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդող ժամանակահատվածում մինչև հուլիսի 21-ը անձինք, որոնք ընտրված падգամավորներ են այլևս, հա, չէ որ արդեն ԿԸՀ-ն մանդատի բաշխման կարգ է սահմանում, քանակ է հրապարակում, չէ մանդատների, այդ ընթացքում անձինք ոչ մի անձեռնմխելիության օժտվածություն չեն ունենում։
Ոչ մի։ Այսինքն անձը, որը մինչև այդ որոշումը պարզապես падգամավորի թեկնածու էր եւ օրինակ որևէ հնարավորություն չուներ ազգային ժողովում ներկայացված լինելու, պետք է այդ հաջորդող ժամանակահատվածում չունենա պաշտպանություն, ինչպես հաղթահարած այդ շեմը ուժերի ներկայացուցիչները։ Այսինքն մի երկու շաբաթ մարդը, որ արդեն գիտեն բոլորը, որ կարող է դառնալ падգամավոր, բացառությամբ եթե ինքնաբացարկի դիմում ներկայացնի, որևէ պաշտպանություն պետքա չունենա։ Հետո մեկ էլ, հետո այո, իրենց տրամաբանությունը դա է, ոչ թե կարող էին, ասում էին մենք ընդհանրապես էլ առնչություն չունենք գործընթացի հետ։ Այսինքն աբսուրդից դեպի աբսուրդ են գնում։ Իրենք ասում են, որ իրավասություն չեն ունեցել։ Եթե այն ժամանակ չունեին, հիմա էլ չունեն։ Տեսականորեն այդ ազդեցությունը կարող է լինի, օրինակ մանդատ չվերցնել եւ այլն։ Ինչպես մի հատ նորից։ Կար ակնկալիք, որ պարոն Կարապետյանը հրաժարվել է։ Ես կարծում եմ նաև ոչ միայն ակնկալիք, այլ իրենք մինչ օրս էլ իրենց գործողություններով, թե իրավապահ մարմինները, որոշ իրավապահ մարմինները, թե կենտրոնական ընտրական անձնաժողովը, իրենց գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ազգային ժողովում ներկայացած չլինի։ Հիմա եկեք անկեղծ լինենք, հարգելի գործընկերներ, մինչև օգոստոսի 2-ը ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը ինչ պետք է չէ իրականացնեն։ Կազմակերպչական բնույթի, խմբակցության կազմավորման բնույթի աշխատանքներ եւ նախապատրաստական աշխատանքներ։ Ի վերջո դա իրենից ենթադրում է կոնկրետ ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում։ Հիմա իրենք ինչ են ասում, ոնց են փորձում մեկնաբանել։ Ասում են, գիտեք, այդ մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց տանենք կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Հենց այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին 16-19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր, որ այն անձը, ով падգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում։ Իր ազատությունը չի կարող սահմանափակվել։ Մեկ բացառություն կա ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես այդ գործընթացը քանիցս տեսել եք։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, վստահ եմ հետագայում մի քանի ժամ անց քննչական մարմինը պետք է փորձեն սահմանադրական դատարանի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարեն։ Բայց կանխավարկածը որն է, չէ՞։ Օրինակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե դատախազության ցանկություններով, այլ սահմանադրական դատարանի որոշմամբ։ Բայց իրավիճակը այլ է։ Հիմա մինչև օգոստոսի, եթե օրինակ հիմա անձեռնունքների Ես կարող եմ հստակ ասել, որ իրենց պատկերացումը շատերի իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին է խոսքը, որ падգամավորի կարգավիճակ եւ падգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը դրանք նույնական են։ Հետևաբար սահմանադրական դատարանի որոշման ուժով օգոստոսի 2-ին անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանից, որ падգամավոր է եւ լիազորություն է ստանձնել։ Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի հենց այն մարմինը, որ այս հարցերին պատասխանող լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ այնինչ կատարվում է Երևանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավաբանությունից դուրս են, դրանք բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջամտությունից դուրս են, բայց ավարտ է ունենալու վստահ վստահեցնում էր, որ ինքը կազմակերպել է Հայաստանի ամենաազատ եւ անկախ ընտրությունները։ Հնարավորություն, որ ունենաք, մի հատ իրեն առաջարկեք, թող բոլոր դեպքերում սահմանադրական դատարանի որոշումը կարդա։ Որտեղ այնտեղ սահմանադրական դատարանի որոշումը լրիվ ուրիշ բաներ ասում, իդեպ նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովին էլ խիստ քննադատում է։ Երևի այդ մասը չի տեսել եւ մեկ էլ երևի թե վարչական դատարանի դատական ակտն էլ թող կարդան, անկախ նրանից որ սահմանադրական դատարանը չունեցավ այդ կարողությունը այդ հարցին դիրքորոշում նույնիսկ հայտնելու, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ ընտրատեղամասում պետք է իրականացվեր վերաքվեարկություն, ելնելով այն հանգամանքից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը վերաբերող այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, էական ազդեցություն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Հետևաբար, եկեք իսկապես կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկեք կարդալ սահմանադրական դատարանի եւ վարչական դատարանի դատական ակտերը։ Վարդևանյան, հիմա դուք 21-ի օրինակով եք ներկայացնում դատախազության եւ հեյ գործողությունները։ Ըստ էության Վագն Հովակիմյանը օրենսգրքին էր ընտրական հղում անում 90-րդ հոդվածին, որ ընտրված падգամավորի հետ կապված գործողությունները իրենց տիրույթ
խնդրում են, այստեղ այս օրենքի այս կարգավորման ու սահմանադրական դատարանի այդ 21 դեկտեմբերի որոշման միջև ինչ որ հակասություն կա, թե այսինքն այս իրավիճակում այդ դեպքում ԿԸՀ-ն ինչ պետք է անի, պետք է մերժեր այս միջնորդության քննությունը։ Այս ձեր հարցին պատասխանը տվել է հենց ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն նիստի ընթացքում, որից որևէ մեկին ձեզանից չէին հրավիրել, մեզ էլ չէին հրավիրել։ Պատկերացրեք, այսինքն քննարկվում էր Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն եւ մեր այլ գործընկերների, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը միատոն ձայնով հանգիստ հայտնում էր, որ դրանք բոլորը վերադարձվում են։ Հիմա նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ինչ փոխվեց։ Ինչ եղավ։ Հասկանում եք, որովհետեւ ես բացարձակապես, այսինքն իրավունքի ողջամտության սահմանը բացարձակ։ Ես իդեպ այս հանգամանքը եկեք բացահայտեմ։ Դատախազության միջնորդությունը, որը քննարկվում է 3 եւ այսօր էլ կշարունակվի, նույնն է ինչ եղել է մի քանի շաբաթ առաջ։ Հիմա կներեք, մի քանի շաբաթ առաջ փոքրիկ այս իրավական ողջամտություն, փորձենք բացահայտել։ Ուրեմն դատախազությունը հուլիս ամսից ասում է, որ շատ կարևոր է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հետապնդում իրացնել։ Բայց ստացվում է այսքան շաբաթ հետո իրանք էլի դեռ խոսում են ինտենսիվությունից, չեմ թաքցնի, նիստի ժամանակ հարց հնչեցրեցի։ Ստացվում է հուլիսի 13-ին նախորդած ժամանակահատվածը կարծես հուլիսի 1-ն է եղել, երբ ներկայացրել էին կրկին միջնորդություն նույն բովանդակությամբ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ասում են, բայ ինչ եղավ է 12 օր։ Այդ չէր քանդվում երկիրը, գործը, քրեական վարույթը եւ այլն։ Հիմա էլ հելի հերիք չի, հուլիսի 13-ից հետո էլ եւս այսքան օր է անցել։ Բայց իրենք նույն տոնայնությամբ խոսում են ինտենսիվության մասին, քրեական վարույթ եւ այլն։ Ինչքանով տեղեկից, չգիտեմ, քննարկվել է թե չէ, դատախազ օրինակ ներկայացրել է որևէ տվյալ, որ Նարեկ Կարապետյանը փորձել է ինչ-որ անօրինական, այս դեպքում օրինակ ավելին ասեմ, հիմա շատ ճիշտ հարց եք տալի, այսինքն օրինակ Նարեկ Կարապետյանը իմանալով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակայնորեն ներկայացնում է, որ իր վերաբերյալ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել եւ այլն, որը ԿԸՀ-ն վերադարձրել է, բայց դա ինձ չի նշանակում, չէ՞, իրավական տեսանկյունից, որ այդ վարույթը անհետանում է։ Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Որևէ մի նույնիսկ մեկնաբանման տիրույթում մի գործողություն չի արել, որ կարող էր անհանգստություն առաջացնել։ Չնայած դրան, նույն դատախազները, նույն տոնայնությամբ, նույն մտքերը արտահայտում են։ Ցավով եմ ասում, այս ամենը կրկին իրավաբանության հետ կապ չունի, Նարեկ Կարապետյանի նկատմամբ թիրախավորում է, քաղաքական հետապնդում է, իր քաղաքական գործունեությանը միջամտություն է։ Մի բան էլ ասեմ, Սահմանադրական դատարանը հենց այն որոշման, որը փորձում է պարոն Հովակիմյանը երեկվանից ներկայացնել, գիտեք ինչ է ասում։ Ասում է, որ ընդհանրապես падգամավորի թեկնածուի անձեռնմխելիության հարցը երբ լսում եք, ԿԸՀ մեկ հարցի պետք է փորձեք պատասխանել։ Կարող է քաղաքական հետապնդում, կարող է քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված այս ամենը։ Եվ երբ ես խնդրում եմ, որ ԿԸՀ-ն այդ հարցը տա, Սահմանադրական դատարանի 1644 որոշումն է 2022 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա։ Իդեպ այդ որոշումը ընդունվել է իմ կողմից վկայակոչած որոշմանը կարճ ժամանակահատված անց 16-19 Սահմանադրական դատարանի որոշման եւ որոշակի իմաստով փոխ լրացնում է։ Իդեպ այդ որոշմամբ, որին հղում է տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որևէ հնարավորություն падգամավորի կարգավիճակը ունեցող անձին անձնական ազատությունը սահմանափակելու հարցով չի էլ տալիս։ Դա բացառապես ԱԺ-ի տիրույթում պետք է լինի։ Ու իդեպ դատախազությանը կարակ հարցնեք, եթե 10 օր էլ սպասեիք, եւ հետո ազգային ժողովում այս հարցը բարձրաձայնեիք, հենա արդեն 30 օր սպասում են, 30 օր փաստացի սպասում են, բայց այս 10 օրը չեն սպասում, որովհետեւ այս ամենը իրավաբանության հետ կապ չունի, սա բացառապես իրավական ժխտողականության, նսեմացման, քաղաքական հետապնդման վատ երևույթներ են սրանք, սրա բացական հետևանքները վատն են շատ, բայց հաղթահարելի են։ Նպատակը որն է արդյոք ուղիղ Հայաստանին գլխատել է դա հիմնավորում է լիազորությունները չստանձնելով, այսինքն այս հակասությունը ինչպես է, որ այստեղ կա հակասություն, դուք ասում եք, որ դրանք գրեթե նույնն են, հա, երբ որ վկայական է ստանում, որ պետք է падգամավոր, իսկ Վահագն Հովակիմյանը ասում է, դրանք նույնը չեն։ Կներեք, ես շնորհակալ եմ, որ դուք ասում եք, դա ես եմ ասում, բայց իրականում դա ես չեմ ասում, դա Սահմանադրական դատարանն է ասում, որ падգամավորի կարգավիճակ ունեցող անձին անձնական ազատությանը միջամտել չես կարող, այսինքն ազատազրկել չես կարող, կալանավորել չես կարող, հենց Վահագն Հովակիմյանը
ներողություն եմ խնդրում իհարկե, կարող է որոշ մեր հայրենակիցների համար իրավունքի մեկնաբանման աղբյուր էլ նույնիսկ ինքը հանդիսանա։ Սահմանադրական դատարանը չի ասում լիազորությունները ստանձնած, ասում է падգամավորի կարգավիճակ ունեցող։ Սահմանադրական դատարան, իդեպ սահմանադրական դատարանի որոշումը նույնիսկ Վահագն Հովհակիմյանի ցանկությունների դեպքում է ստացվում է, որ այս դեպքում դատախազությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը զուգահեռ ապօրինություն են թույլ տալիս։ Գիտեք, Ձեր գնահատականն է։ չէ, դա ակնհայտ է։ Այսինքն ես ուզում եմ պարզապես ձեզ այնց յուրաքանչյուրը մեկ հարց տա։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նույն անդամներն են հանձնաժողովի։ Մի քանի շաբաթ առաջ ասում են մենք վերադարձնում ենք, մենք այլևս անելիք չունենք այս հարցի հետ։ Կգնաք հետագայում ազգային ժողով կամ պայմանական, եթե անձը չի էլ հանդիսանալու падգամավոր, դեռ սահմանափակում չկա էլ, այսինքն ԿԸՀ դիմելու անհրաժեշտություն չկա։ Այս հիմքով ԿԸՀ-ն վերադարձրել է մի քանի շաբաթ առաջ։ Հիմա նույն ԿԸՀ-ն ասում է չէ, մի վարքյան, մենք անելիք ունենք։ Ներման փոփոխությունները որպես կանոն ինչի մասին են հուշում։ Կարելի է մի հարց։ Քիչ ուրիշ Երբ որ երևույթներ։ ԿՀ-ն մերժեց դատախազությունը դրանից հետո ինչ գործողություններ դες հայտնի Շատ- արել, շատ հետաքրքիր հարց եք տալի։ առաջադրել, ներկայացրել հենց Պատկերացրեք, միջնորդություններ բերե դատախազությունը, դրանից հետո այդ միջնորդությունը ամբողջ ծավալով մեր գործընկերները, որոնք Word-ից օգտվում են, կհաստատեն, այսինքն copy են արել դա, այնուհետև paste են արել դա։ Կներեք արտասահմանյան տերմինի համար եւ նույնությամբ բերել են։ Այսինքն դատախազությունը ոչ թե բողոքարկել է ԿԸՀ-ի վերադարձնելու որոշումը, ոչ թե ինչ որ իրավական միջոց է ձեռնարկել, նույնությամբ մի քանի օր անց բերել ներկայացրել է։ Այսինքն ոնց որ սենց անալոգիա փորձեմ անել, հա, պատկերացրեք դուք մեկին մի առաջարկ արել եք, ինքը մերժում է, նույն առաջարկը նորից բերում եք, ասում եք հիմա մի մերժի։ Ու իրենք տենց են անում, էլ չեն մերժում։ Հովհաննիսյան, ինչ ընթացակարգով է ազգային ժողովը падգամավորին մանդատի ձեռքում եւ արդյոք ԿՊՆ-ներ Բավականաչափ ձայները ունեն, պարզապես դիմող սուբյեկտը լինում է գլխավոր դատախազը եւ այն լինում է դռնբացության կարգով։ Այստեղ ոնց նկատեցիք, դատախազությունը հատուկ պնդեց նիստի ընթացքում, որ միջնորդության քննությունը իրականացվի դռնփակության կարգով։ Այսինքն մեղմ ասած այդքան էլ ցանկություն չունեն, որ նշվածը բոլորի հանրության աչքի առաջ ներկայացվի, որ օրինակ ներկայացվում է մի միջնորդություն, գրված իբր Նարեկ Կարապետյանին վերաբերող, ներկայացրել են 1000 թերթ նյութ, որտեղ ոչ միտեղ Նարեկ Կարապետյան մարդ չկա։ Իդեպ միտեղ Նարեկ անուն կա հիշատակված, բայց պարզվում է դա էլ Նարեկ Կարապետյանի մասին չի։ Հիմա կուզեմ մի հատ նորից հստակեցնենք, այսինքն ստացվում է, եթե անգամ այս համաձայնությունը կհանտա, որը դուք գնահատում եք ապօրինություն ամեն դեպքում։ Ամբողջը երեկանից սկսած նա Այո, բայց ամեն ապօրինություն։ դեպքում դուք ասում եք, որ օգոստոսի 2-ին արդեն պետք է ազատ Նշվածը ոչ մի ես գտնում եմ, որ անհապաղ երեկվանից, որովհետև падգամավորի կարգավիճակը 3 տրվել է։ Այլ հարց, որ ես կարող եմ հայտնել, որ տվյալը, որը ունեմ այս պայդերությամբ, իրավապահ մարմինների մեկնաբանման տիրույթում օգոստոսի 2-ն է դիտարկվում որպես Բայց դուք կարծում եք, որ Երևանից պետք է Իհարկե, որովհետև падգամավորի կարգավիճակը տրվել է, որ պատկերացնեք 3 Դավիթ Ղազինյանը, Նարեկ Կարապետյանը, Հայկ Սուքիասյանը բոլորը ստացել են մի հատ փաստաթուղթ, վրան գրված վկայական ազգային ժողովի падգամավոր տակը կա պարոն Հովհակիմյանի ստորագրությունը եւ գրված է տրվել է 21/07/2026 այնտեղի դեպ գրված չի որ ուժի մեջ է մտնում օգոստոսի 2-ին գրված չի որ այս վկայականը վերցրեք բայց սա ոչ մի ուժ չունի այ օգոստոսի 2-ին նոր ուժ կունենա Այսինքն սա նույն այն իրավիճակն առանց պատշաճ ընթացակարգի падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում, այսինքն առանց անձեռնմխելիությունը հաղթալու դա հետապնդումը բացառող հանգամանք է։ Հիմա այս ամբողջ գործընթացը ձեր օգտին չի, ստացվում է, որ խախտումով անձեռնմխելիությունը հաղթահարում են եւ դա քրեական հետապնդում։ Դուք դատավարական բնույթի, այսպես ասած, փաստարկի տիրույթում եք նայում։ Մի երևույթ, որը ակնհայտ բիրտ կերպ ապօրինի է, երբեք օգուտ որևէ մեկին չի կարող լինել, որովհետև մենք եթե վերցնում ենք ընկալումը իրավունքի գերակայության, նույնիսկ եթե փաստաբանի դիրքերից դա դատավարական լավ փաստարկ կարող է լինել, դա չի կարող ընդունելի լինել, որովհետև մենք խոսում ենք հանրային իշխանության մարմինների մասին, մենք խոսում ենք ԿԸՀ-ի մասին, մենք խոսում ենք դատախազության մասին, այսինքն մարմիններ, որոնք պետք է սահմանափակված լինեն մարդու իրավունքներով, որպես անմիջականորեն գործող նորմեր
բայց հենց ճիշտ հակառակն ենք տենում դրա Մի փոխարեն։ հարցել էլի պարոն Վարդևանյան։ Վերջին հարցը, եթե Հիմա կարող եք։ եթե Ուղղակի հեսա նիստն դուք ասում եք, որ գործընկերներին ըստ իրավապահների մեկնաբանության օգոստոսի 2-ն է համարվելու падգամավորների ազատության մեջ լինելու այդ պայմանի Ոչ թե բավարարումը։ իրենք դա դիտարկում են որպես սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված պարտադիր վավերապայմանի ապահովման Այսինքն ելակետ կարգավիճակը իրենք այդ օրն նույնացնում են լիազորությունների ստանձնման հետ, որը ինքնին абսուրդ է, որովհետև կա падգամավորի կարգավիճակ եւ դրան հաջորդող լիազորությունների ստանձնման փուլ։ Սահմանադրական դատարանի 16-19 որոշման եզրափակիչ մասում ուղիղ գրված է падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պայծ։ Չի ասում падգամավորի լիազորությունների ստանձնման պայծ, ասում է падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու Պարոն պահից։ Վարդևանյան, 2021-ի դեկտեմբերին, երբ ազատ արձակվեցին Հայաստան ֆրակցիայի падգամավորները, Այո։ այս իրավիճակը չստեղծվեց, որովհետև արդեն նրանց լիազորությունները ոնց որ դա էր խնդիրը, որ այս նույն Բայց մեկնաբանության հաշվի առնելով, որ դիմումը սահմանադրական դատարան այն ժամանակ ներկայացրել է ես, այն ժամանակ նախորդիվ մինչև ազգային ժողովի նիստը նման դիմում միջնորդություն ներկայացվել էր, որ հաշվի առնելով ազգային ժողովի падգամավորի վկայականը, անձինք պետք է արդեն ազատ արձակվեն։ բայց էլի Դատախազությունը այդ մեկնաբանությունը չէր ընդունել եւ դատախազության մեկնաբանությունը չընդունել է։ Իմ նույն նախկինում ներկայացված դիմումը եւ այլն բոլորը ներկայացվել են սահմանադրական դատարանին եւ այն կառուցվածքը փաստարկների, որը ներկայացվել է, վերաբերում էր հենց դրան, որ կարգավիճակը ստանալու պահից պետք է լինեն ազատության մեջ։ Ինչպես էր հիմնավորել։ Դատախազությունը գտնում էր, որ քանի որ մինչև падգամավորի կարգավիճակ ձեռք բերելը անձանց նկատմամբ քրեական հետապնդում կա, հետևաբար նշանակություն չունի, թե ինչ է եղել դրան հաջորդած ժամանակահատվածում։ Մեր սահմանադրական դատարանը ուղիղ արձանագրեց դատախազության մեկնաբանման հակասահմանադրական լինելը։ Հակասահմանադրական լինելը։ Իդեպ Տիկին Մամուլյանը թույլ չի տա խաբեմ այդ ժամանակահատվածում նաև դատախազության ներկայացուցիչներից, թե Արթուր Դավթյանը, թե Գևորգ Բաղդասարյան իրենց անհամաձայնությունն էին արտահայտում սահմանադրական դատարանի նշված որոշման հետ, բայց որոշումը իհարկե կատարվել էր։ Այդ հաստատ Աննա Վարդապետյանն է անտեսում ՍԴ որոշումը։ Բավարար դեռևս այդ արձանագրումը բավարար տվյալ դեռևս չունեմ, կհիմնավորեմ ինչի համար, որովհետև Դավիթ Ղազինյանի դեպքում գործը ուղարկեցին դատարան մինչև վկայականների տրամադրումը։ Բայց դա ինչ է նշանակում։ Դա Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Ոչ մի մարմին չկա, որ Դավիթ Ղազինյանի մասով գործ։ Այս պահի դրությամբ նաև թույլ տվեք նշված տվյալը բացահայտեմ։ Դավիթ Ղազինյանի գործը 3 ուղարկվել էր ռեկորդային արագությամբ հակակոռուպցիոն դատարան, արդեն տեղի է ունեցել մակագրումը, կա դատավորը, որ պետք է քննի Դավիթ Ղազինյանի գործը, Լևոն Պետրոսյանը, արդեն ներկայացվել է հրատապ միջնորդություն, որ վարույց ստանձնելու, դատական նիստ նշանակելու եւ Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի անհապաղ վերացման վերաբերյալ հույս ունենանք, որ չնայած դատավարական կնճռոտ սահմանափակումներին, մենք ունենանք իրավիճակ, որ անհապաղ նիստը կգումարվի։ Ես ներողություն եմ խնդրում, Հայկ Սուքիասյանի դեպքում տեղեկացված եմ, որ պաշտպանը եւս միջնորդություն ներկայացրել է դատախազությանը, բայց դեռևս պատասխանը չկա, ես դրա համար էի ասում, անտեսելու վերաբերյալ տվյալը եւ դիրքորոշումը երևի թե հենց այսօր արդեն կարձանագրեմ, երևի օրվա վերջ։ Որ այլ միջնորդություններ կան այլ անձանց մասով, որոնք վերադարձվելու են ձեր կուսակցությունից կան տեղյակ։ Ճիշտն ասած, դուք ավելի լավ եք տեղեկացված իր հայտարարություններից, քան ես։ Անկեղծորեն, ես չեմ հետևել եւ մեծ ցավ եմ ապրում դրա համար։ Ներողություն եմ խնդրում, 2 րոպե ես ընդմիջում ունենամ ու բարձրանամ։ Հաստական հիմք չի ներկայացրել այս երկրորդ անգամ անձնանունքերությունը։ Պատկերացրեք տեսեք նույն միջնորդությունը ըստ էության երկրորդ անգամ հարուցելու դեպքում դրանք կամ վերադարձում են կամ առանց քննության են թողնվում։ Սա իրավական աքսիոմա է, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովում կան կենտրոնական ընտրական հանձնաժողովի աքսիոմաներ։ Դրանք իրավական հիմք չենք կարա դիտարկենք այս իրավիճակը, որ այս պահից արդեն Տիկին Մամուլյան ներկայացրել է միջնորդությունը 2026 թվականի հուլիսի 13-ին։ Հուլիսի 13-ը եւ հուլիսի 21-ը իրարից բավականին տարբերվող են։ Հետևաբար, քանի որ դատախազությունը ներկայացրել էր հուլիսի 13-ին, դատախազության հուլիսի 13-ի բովանդակությամբ միջնորդությունը ենթակա է մերժման։ Վերջնական չեն ամփոփվել արդյունքները։ Հա, այսինքն դատախազությունը հուլիսի 13-ին։ 14-ին է, բայց սա Վերջնական ամփոփումը, սահմանադրական դատարանի որոշումը եղել է հուլիսի
5-ին։ Հա, Հուլիսի 5-ին կամ 4-ին։ Դրանից հետո նոր իրավական հիմք է ԿՀ-ն ամփոփել է մանդատների տրամադրումը հուլիսի 21-ին։ Դատախազությունը ներկայացրել է հուլիսի 13-ին։ Իրադարձությունների այս շղթան հավասար է ապօրինության, իրավունքի, ժխտողականության, պրիմիտիվ քաղաքական հետապնդում։ Որստեղ եկել ես, սրա բնի լուրջ խախտում է։ Բանն եմ տվել, չխոսմի։